Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես միշտ ձեզ հետ Ալենն է, այսօր կբացահայտենք Բուդապեշտի ամբողջ գեղեցկությունը։ Բուդապեշտը Հունգարիայի մայրաքաղաք, արքան է։ Հունգարիան հիմնադրվել է 896 թվականին։ Բուդապեշտը գտնվում է Դանուբ գետի ափին։ Բուդապեշտը գեղեցիկ կամուրջների քաղաք է։ Սա Չեմբրիջի կամուրջն է, որը թարգմանաբար նշանակում է շղթայական կամուրջ։ Սա գեղեցիկ կամուրջների քաղաքը, որը միացնում է երկու կեսերը՝ Բուդան և Պեշտը։ Սա առաջին կառուցված կամուրջն է։ Սա Հունգարիայի խորհրդարանի շենքն է, կառուցված է Դանուբ գետի ափին։ Ունի 691 սենյակ և 29 աստիճանահարթակ։ Գմբեթների բարձրությունը 29 մետր։ Կառուցվել է 1885 թվականին։ Կոշիկներ Դանուբի ափին։ Այս չուգունե քանդակները բաղկացած են 60 զույգից։ Հուշարձանը բացվել է 2005 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմի 60-ամյակին։ Հուշարձանը նվիրված է Հոլոկոստի զոհերի հիշատակին։ Այս պահին մենք գտնվում ենք Սուրբ Ստեփանոս բազիլիկ տաճարի մոտ։ Սուրբ Ստեփանոսը ամենամեծ տաճարն է, որը կառուցվել է 1851 թվականին։ Մենք արդեն հասանք Բուդապեշտի օպերայի շենքի մոտ։ Սա պարզապես հրաշք է։ Պետական օպերան համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մշակութային վայրերից մեկը։ Իսկ դուք գիտեք հայտնի Ռուբիկ խորանարդը, ինչպես որ հայտնի է Ռուբիկ Կուբիկ անունով, ստեղծել է հունգարացի։ Հայտնի Ռուբիկ խորանարդը ստեղծել է Էռնո Ռուբիկը, որը նոր էր ավարտել համալսարանը և նա դեռ 23 տարեկան էր։ Ռուբիկ խորանարդը ստեղծվել է 1974 թվականին, որպես ուսուցման գործիք։ Մենք բոլորս կյանքում գոնե մեկ անգամ փորձել ենք սա լուծել։
Եթե կյանքում գոնե մեկ անգամ հայտնվեք Բուդապեշտում, անպայման օգտվեք այս բուժիչ ջրերից։ Պատահական չէ, որ Բուդապեշտը համարվում է քաղաք վաննաներ։ Այսքանն էլ Բուդապեշտից, հուսով եմ հավանեցիք, կհանդիպենք շուտով։